Մարտի 20-ին ժամը 1:05-ին ոստիկանության կենտրոնականի բաժինը հազանգ ստացվեց։ Մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող Էլեն Ալեն դիսկո ակումբում մոտ 20 րոպե առաջ անվտանգության աշխատակիցների ու հաճախորդներից մեկի միջև վիճաբանություն էր եղել եւ վտանգ կար, որ կվերաճի ավելի լուրջ բախման։ Օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր, բայց ինչպես կարճ ժամանակ անց պարզվեց, միայն ոստիկանները չէ, որ այնտեղ էին։ Իրենց բուն պարտականություններն էին կատարում նաև հրշեջ ծառայության ու շտապ օգնության աշխատակիցները։ Դիսկո ակումբում հրդեհ էր բռնկվել, կային վիրավորներ։ Ոստիկանները շուտով պարզեցին հրդեհի պատճառը։ Պարզվել է, որ հրդեհի բռնկման պատճառը հանդիսացել պայթյուն է, որը բռնկվել է դիսկո ակումբի հաճախորդներից մեկի կողմից նետած նռնակի հետևանքով։ Դեպքի վայրում ձեռնարկել ենք անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ նռնակը նետած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվել է, որ նռնակը նետել է Երևան քաղաքի բնակիչ Դեմիրճյանը։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, առավոտյան ժամը 8-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկից Դեմիրճյանին հայտնաբերել եւ բերման ենք ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Ապացույցների եւ ոստիկանների օպերատիվ բացատրական գործողությունների շնորհիվ 29-ամյա Վարդան Դեմիրճյանը խոստովանեց մեղքը, հստակեցվեց կատարվածի ամբողջական պատկերը։ Դեմիրճյանի եւ անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունը սկսվել էր այն պատճառով, որ նրան թույլ չէին տվել մտնել դիսկո ակումբ եւ տեսնել ընկերուհուն։ Վարդանի մուտքն արգելելն էլ իր բացատրությունն ուներ։ Անցյալ տարվա մարտի 31-ի վաղ առավոտյան դիսկո ակումբի դիմաց նա դանակահարել էր ընկերուհուն։ Իմանալով հանդերձ, որ ինքը վատ կլենտ է, մենք վատ կլենտներին մեր անվտանգության համար չենք թողում գան մեր մոտ։ Ինքը եկավ փորձեց մտնել ներս, մենք չենք թողել, փորձեց վիճել, մենք խոչընդոտ ենք, իրան հանեցինք դուրս, ինքը գնաց։ Կարճատև ընթանումից եւ քաշքշուկից հետո Վարդանը վրդովված հեռացել էր, բայց ոչ երկար ժամանակով։ Տնից վերցրել էր նռնակն ու վերադարձել։ Ու զանգեց իմ ձեռի վրա եւ ասեց բոլորը դուրս արեք։ Դուրս եմ եկել, տեսել եմ ձեռը բան կար, բայց չեմ իմանում ինչ էր։ Մայթեին կողմը կայնաց, հեռու էր ինձանից։ Ու էդի շպրտեց ներսը ու տենց կրակ բաժան ընկավ։ Նռնակի պայթյունի հետևանքով Էլեն Ալենի հյուրանոցային հատվածում հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարների ու համալիրի աշխատակիցների օգնությամբ հնարավոր էր եղել դուրս բերել դիսկո ակումբի հաճախորդներին, որոնցից 7-ը շնչուղիների այրված ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նկարահանման ժամանակ պարզեցինք նաև, որ Վարդանը զայրույթի մի մասն էլ իր վրա էր թափել։ Նախքան նռնակը նետել է, դանակով կտրտել էր թևերը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է։ Արդյոք ճիշտ չի լինի նման օբյեկտների պահպանությունը վստահել մասնագիտացված պրոֆեսիոնալ ծառայություններին։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը հայտարարում է ընդունելություն ենթակա ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Դիմել կարող են Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում են հայերենին, ունեն միջնակարգ կրթություն, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստակամությամբ համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին։ Ծառայության պայմաններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կադրերի բաժնում, Հասեն, Երևան, Խորենացու փողոց 217, հեռախոս 57 02 74։ Դիմողները պետք է ներկայանան անձնագրով, զինվորական գրքույկով, ատեստատով կամ դիպլոմով։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 19-ից 20-ը Հանրապետությունում արձանագրված գողության 18 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից 2-ը, իսկ խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, խարդախության 2 եւ գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, 1 մարզովել է, 2-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 20-ին հայտնաբերվել եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ 1980 եւ 81 թվականներին ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները։ Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, կազմակերպված խմբի կողմից անձի առևանգում իրականացնելը կամ կազմակերպելը։
Հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։